Ալելույա, փառք Հիսուսին։ Ինչ հրաշալի է Տիրոջ ներկայությունը, սիրելիներս։ Իրոք հրաշալի է Տերը այստեղ է եւ փառք Աստծուն քեզ համար, որ դու նույնպես այստեղ ես։ Տիրոջ ներկայության մեջ։ Ասում եմ մենակ հարսանիքներում ու քեֆերում չի, որ երաշտական գործիքներով, երգով, պարով, ծափարություններով անց են կանցնում այդ ճոխ ժամանակը։ Ամենաճոխ բանը սա է, որ Աստծո խոսքում էլ գրված է, որ եկեք իմ սրահները ուրախությամբ, երկրպագությունով, փառաբանությունով, երգով, պարով, ծափարություններով ու տարբեր երաշտական գործիքներով։ Փառք տվեք ինձ։ Ու այսօր մենք տեսնում ենք դա ըստ Աստծո խոսքի համաձայն, որովհետև երբ որ փառաբանության թիմը երկրպագում ու փառաբանում է, սիրելիներս, երկինքը բացվում է։ Մի հրաշալի ներկայություն է իջնում։ Ու այդ թանկ օծության ու ներկայության մեջ դու չես տեսնում, բայց ճաշակում ես Տիրոջ հպումը, ճաշակում ես Տիրոջ քաղցրությունը։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Կյանքը շատ յուրահատուկ մի բան է։ Նախ ասեմ, որ կյանքը մի ակնթարթ է։ Որ հիշում եմ, երեք փոքր էի, մանկապարտեզ էի գնում, ու այսօր մեկ էլ հանկարծ sense նայում ենք արդեն մեծացել ենք, հասակ ենք առել։ Կյանքը մի ակնթարթում անցնում է, արդեն մեր երեխաներն են մեծացել, հա, շատ իրավիճակներ է փոխվում կյանքում։ Ու դու հասկանում ես, որ կյանքում բաներ է տեղի ունենում, որի վիճակի չես փոխելու։ Դու դրա վրա իշխանություն չունես։ Կյանքը իրականում, որ նայում ես, շատ հետաքրքիր է յուրովի ու մի ակնթարթում այնքան բաներ կարա փոխվի, որ հասկանում ես, որ դու ի վիճակի չես դրանց վրա իշխանություն ունենալու, բայց կամա թե ակամա դառնում ես ականատես եւ մասնակից այդ ամենին։ Գիտես, Սաղմոս 103-ում 15-ից 16 խոսքերում մի հետաքրքիր բան է գրված։ Ասում է մարդի սորերը խոտի նման են, ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է, բայց երբ որ քամին անցնում է, նա էլ չկա, եւ նրա տեղը այլևս չի ճանաչում նրան։ Այնքան հետաքրքիր է, միգուցե մենք ապրում ենք ու այնքան նպատակներ ունենք, այնքան ծրագրեր ունենք ու մտածում ենք, հիմա այս մի ծրագիրը իրականացնելուց հետո մյուս նպատակին կվազենք, այն մյուսից հետո այն մյուսը կվազենք, ու մեզ համար կարծես թե մեր ներսում կյանքը չի վերջանում, բայց կյանքը իրականում մի ակնթարթ է, սիրելիս։ Ու խոսքն էլ է ասում, մարդի օրերը խոտի նման են, ինչպես դաշտի ծաղիկը, այնպես էլ մարդու կյանքը։ Մեկ տենում ես կա, մեկ էլ տենում ես էլ չկա, ասում նույնիսկ տեղը նրան չի էլ ճանաչում։ Ու դու հասկանում ես, որ իրականում կյանքում իրավիճակներ կան կյանքի յուրահատուկ բնագավառներ, որոնց վրա դու չես կարա իշխանություն ունես։ Օրինակ բերեմ, երբ որ Հիսուս Քրիստոսին բռնեցին ու պիտի խաչեին, աշակերտները ինչ որ մի բան կարողացան անել։ Աշակերտները ինչքան էին չէ սիրում Հիսուսին, Հիսուսի հետ էին, միասին էին, բայց երբ որ հասունացավ մի իրավիճակ, որ Հիսուս Քրիստոսին բռնեցին, աշակերտները ոչ մի բան չկարացին անեն։ Մեր կյանքում էլ կան բնագավառներ, որի վրա մենք իշխանություն չունենք։ Բայց կա մի բնագավառ, որի վրա Տերը մեզ իշխանություն ա տվել եւ զորություն, որովհետեւ կարանք մենք իր բաներ փոխենք։ Այդտեղ հաստատ դու կարաս բաներ փոխես։ Գիտեք որն է այդ բնագավառը։ Մենակ այդ մի բնագավառի վրա կարող ենք գործածել այդ իշխանությունը, ազդեցություն ունենալ ու փոխել այդ իրավիճակները, դա մեր մարդ տեսակն, մեր բնությունն է, մեր բնավորությունն է, մեր էությունն է։ Համաձայն ես։ Օրինակով կարա քեզ փոխի։ Կներեք, էլի խնդրում եմ, Աստծուն հանգիստ թողեք։ Ասում ենք Աստված փոխի ինձ, Աստված կարա ինձ փոխի։ Հայր Աստված կարա փոխի, քո տեղը մեկ ուրիշին դնի։ Բայց քո բնավորության գծերը, քո էությունը դու մենակ կարաս փոխես։ Քեզ ա տրված այդ իշխանությունը։
Ու երբ որ մենք սկսում ենք աշխատել մեզ վրա ու փոխել մեր բնավորության գծերը, իշխանությունը ճիշտ տեղին օգտագործում ենք, սիրելիներս, գիտեք ինչա տեղի ունենում։ Հոգևոր հասակ ենք առնում, հասունանում ենք, դառնում ենք հոգևոր մարդ։ Երբ որ սկսում ես ճիշտ տեղին օգտագործել այդ իշխանությունը, որ Տերը տվել է քեզ, հայելու մեջ տեսնում ես մի ուրիշ մեկ։ Արդեն հոգևոր հասակ ու հասունություն առած մի մարդու, որը դառնում է ամենակարող Աստծո մի մասնիկը այս երկրի վրա։ Ու դու տեսնում ես քո ներսում մի հատ լույս է վառվում։ Ու դու տեսնում ես, որ դու իրականում փոխվում ես, ամեն, նմանվում ես Աստծուն։ Դառնում ես մեկ Հիսուս Քրիստոսի հետ։ Խոսքը քո կյանքում դառնում է իրական գործ։ Ու սկսում ես, գիտես ինչ անել, սիրով ծառայել Աստծուն։ Երբ որ նոր ես գալիս Աստծո տուն, գիտես դու Աստծուն շատ ես սիրում։ Մարդ կա, որ Աստծուն չսիրի, տենց մարդ չգիտեմ։ Ում էլ հարցնեմ, ինքը ամենաշատը ինքն է սիրում։ Բոլորից շատ հենց մենակ դու ես սիրում։ Դու, որ ասում եմ, ամեն մեկի տա վերաբերում։ Բայց որ գալիս ես Աստծո տուն, ու հանկարծ տեսնում ես Աստծո տան մեջ ինչ որ մի ծառայություն կա, կամ ինչ որ անելու բան կա, դու չես անում։ Կամ ասում են պարտադրողաբար ես անում, կամ իմիջայլոց։ Գիտես ինչի՞, որովհետև դու չես եկել այդ գործը անելու, դու եկել ես Տիրոջ հետ հանդիպելու։ Բայց երբ որ սկսում ես ճանաչել Աստծուն, երբ որ սկսում ես դառնալ մեկ Աստծո խոսքի հետ, ու Աստծո էությունն է դրսևորվում քո ներսում, բնավորության գծերը փոխվում, գիտես ինչ ես անում, արդեն էլ քեզ չեն ասում, դու ինքդ գալիս ես ու սիրով սկսում ես ծառայել Աստծուն։ Այտենց է, չէ՞։ Հարս ու կիսուրի օրինակ բերեմ, օրինակ նոր հարս, որ գնում է ու կիսուրը սկսում է ասել, ես պետք է անես, եմ պետք է անես, եմ պետք է կոնֆլիկտ առաջան։ Հարսը ասում է, չի պետք է ինձ ասեն։ Բայց երբ որ կիսուրի ու հարսի մեջ սիրո փոխհարաբերություններ է դրսևորվում, էլ հարսին չես ասում, թե ինչ անի։ Այդ հարսը արդեն գիտի, թե ինչ պիտի անի, ու սիրով անում է։ Սերը ընդհանրապես, սիրելիներս, երբ որ ասում ենք Աստծուն սիրում ենք, ես շատ եմ սիրում Աստծուն, սերը ընդհանրապես դրանք խոսքերով ու էմոցիաներով ու զգացմունքներով չի դրսևորվում միայն։ Սիրում եմ Աստծուն, բայց Աստծո խոսքը չեմ ուզում անեմ, ինձ ձեռ չի տալի։ Աշխարհիկներից գիտես ինչքան մարդ գիտեմ, բյուրավոր, որ ոնց են Աստծուն սիրում, որ սենց հետը վիճում, չես վիճում, էլի հետը զրուցում ես, անենց է քեզ համոզում, որ դու մտածում ես, թե ընդհանրապես չգիտես ինչա սերը։ Ու դու չես ճանաչում Աստծուն։ Այտենց քեզ համոզում է, որ ինքը այտենց սիրում է Աստծուն։ Բայց որ ըստ Աստծո խոսքի ասում ես, Աստծո խոսքը սենց է ասում։ Ասում է, գիտես ինչ կա, ես Աստծուն շատ եմ սիրում, բայց ինձ ձեռ չի տալի այդ խոսքը, որովհետև ես իմ ձևն ունեմ։ Դրա համար սերը, սիրելիներս, խոսքերով ու էմոցիաներով չի դրսևորում։ Սերը դա գործողություն է, որը ցույց է տալի քո կյանքի պտուղները։ Սերը իրականում դա գործողություն է, բառեր չի։ Մի օրինակ բերեմ, փոխաբերական սես նմանացրել եմ, հա, այդ օրինակը, գիտեք, սերը նմանացնում եմ նորատունք ծառի։ Նորատունք ծառը, որ տնկում ես, ինքը մատխաշ ծառը, հələ դեռ նորատունք ծառը բերք չի տալի, չէ՞։ Գիտես ինչ անում, այդ նորատունք ծառը հələ ինքը իր համար է ապրում, ինքը իր համար աճում է, խաղում է արևի շողերի հետ, անձրևին կաթիլներն է վայելում, քամու զովքն է վայելում, այսինքն ինքը վայելում է իր համար իր կյանքը։ Բայց երբ որ մի որոշ ժամանակ անցնում է, գիտես ինչա տեղի ունենում։ Այդ ծառը հասակ առնում, այդ ծառը հասունանում է, ու մեկ էլ տեսնում ես, այդ ծառը սկսեց պտուղ տալ։ Այսինքն հասկանում ես, որ երբ որ գալիս է հասունություն, պտուղներն էլ հետն են երևում։ Սերը նույնպես էմոցիոնալ դաշտից պիտի աճի հասակ առնի ու դառնա հասուն պտղաբեր, որ գործերը ցույց տան, որ պտուղները ցույց տան։ Ու մի բան էլ եմ ուզում ասեմ, ընդհանրապես շատ լուրջ է,
թե ինչ մթնոլորտի մեջ ու ինչ միջավայրի մեջ է աճում, սենց ասեմ, ծառը կամ մեր հոգևոր վիճակը կամ մարդը, որովհետև մթնոլորտը ու միջավայրը շատ լուրջ դեր է խաղում։ Եվ ըստ դրա, թե որտեղ է, ինչ մթնոլորտի ու միջավայրի մեջ է աճում, դրանից էլ կախված է պտուղ կտա, թե չի տա, կամ ինչ պտուղներ կլինի։ Շատ անգամ ծառը մի տեղից հանում ես, տանում տնկում ես մի ուրիշ տեղ, մեկ էլ տենում ես այդ պտղաբեր ծառը չհորացավ, կամ մի քանի տարի պտուղ չտվեց։ Մենք այտենց մի հատ դեպք ունեցանք, մի հատ շատ ընտիր ծառ էին նվիրել մեզ, որ այդ ծառը ստեղ չի աճում, բայց մենք տան պայմաններում սկսեցինք աճեցնել։ Բայց հենց մի քիչ մեծացավ ու տեղը փոխեցի, այդ ծառը չհորացավ, ցավոք սրտի։ Դրա համար մթնոլորտն ու միջավայրը շատ լուրջ ազդեցություն է թողում մեր հասունության վրա, թե ինչ հասակ կառնենք, ինչ հասունություն կունենանք եւ պտուղներն էլ ցույց են տալիս։ Օրինակ, փողոցը իր ազդեցությունն ունի, ընկերական շրջապատը իր ազդեցությունն ունի, ընտանեկան դաստիարակությունը իր ազդեցությունն ունի։ Սրանք բոլորը միջավայրեր են, որոնք ազդում են մարդու հասունության վրա։ Եվ մենք պիտի կարողանանք հասկանանք, թե ինչ միջավայր ենք մենք ստեղծում մեր ներսում, այն սերմերի համար, որ Աստծո խոսքն է, որ ընկնում է մեր սրտի մեջ։ Օրինակ, սերմնացանի առակը։ Հիշում եք, գրված է սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու, ու գրված չի, որ սերմնացանը սենց հատիկ էր ցանում, գրված առատությամբ ցանում էր։ Ու նա երբ որ ցանում էր, գրված այնտեղ, թե ինչ տեղեր ընկավ սերմը։ Սերմնացանը Աստված է ու Աստծո խոսքը, Աստծո միջավայրն է, Աստծո մթնոլորտն է, ու Աստված առատությամբ ցանում է, կարևորը նա է, թե մենք ինչ միջավայր ենք ստեղծում մեր ներսում, այդ առատությամբ անարատ ցանված սերմի համար, թե ինչպիսի պտուղ կտա։ Ամենալավ միջավայրը, սիրելիներս, որպեսզի Աստծո խոսքը կարողանա լավ պտուղ տա, ամենալավ միջավայրը դա Հիսուս Քրիստոսի ներկայությունն է մեր կյանքի մեջ։ Ամենալավ միջավայրը դա Աստծո խոսքն է, որ պիտի բնակվի մեր կյանքի մեջ։ Ամենալավ միջավայրը դա եկեղեցին է, որտեղ դու ասում ես խոսքը, հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Որտեղ ես Աստծո խոսքը լսում, աշխատանքի տեղը։ Որտեղ ես Աստծո խոսքը լսում, մեքենայի ղեկին, երբ որ ինչ որ մեկն է խախտում անում, մտե սկսում են մեկը մեկի Աստծո խոսքով օրտել։ Իհարկե ոչ։ Որտեղ ես Աստծո խոսքը լսում, աշխատանքից որ գալիս եմ տուն հոգնած, միացնում եմ հեռուստացույցը, շատ ուժեղ Աստծո խոսք ես լսում։ Ասում է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Իսկ որտեղ Աստծո խոսքը խոսվում, որտեղ, այո, եկեղեցում։ Եվ Տիրոջ ներկայության մեջ Հիսուս Քրիստոսը ինչ է ասում Հովհաննեսի 15-րդ գլխի 1-2 խոսքերում, ասում է ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտուղ բերի։ Այս խոսքը շատ հետաքրքիր է, սիրելիներս։ Շատ հետաքրքիր է նրանով, որ մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ Հիսուս Քրիստոսը ասում է. ես եմ ճշմարիտ որդը, այն միջավայրը, որի վրա դու որպես ճյուղ տնկված ես։ Եվ եթե դու որպես ճյուղ տնկված ես ինձանում, իմ խոսքի մեջ, եկեղեցու մեջ, ապա կդառնաս պտղաբեր։ Բայց մի հետաքրքիր բան ասում է, ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նշանակում է, որ հնարավոր է մարդ լինի եկեղեցում, հնարավոր է, որ մարդ լինի հավատքի ընթացքի մեջ, քրիստոնյա լինի, խոսքը իմանա, տնկված լինի Հիսուս Քրիստոսի այդ միջավայրի մթնոլորտի մեջ, բայց պտուղ չբերի։ Բայց պտուղ չբերի, ումից է կախված, լավ, Հիսուս Քրիստոսից, Աստծուց, սերմ ցանողից, մեզանից։ Ու Հիսուսը դրա մասին է զգուշացնում, ասում է, ամեն ճյուղ, որ տնկված է ինձանում եւ պտուղ չի բերում, հայրը, որ մշակն է,
կտրում եւ դենա գցում։ Այսինքն ծառերի վրա կան ճղներ, որոնք մենք տեսնում ենք, դրանք ավելնորդ են ու դրանք ազդելու են ծառի պտղաբերությանը։ Ո՞վ է հասկանում այգուց։ Ո՞վ է էտել ծառերը, էտել։ Ահա, հասկանում ենք, չէ՞, որ ավելնորդ ճյուղերը եթե մնաց, խանգարելու է մնացածին։ Ու այդ ծառը լավ պտուղ չի տա, կտա պտուղ, բայց պտուղը էլ համով չի լինի։ Ու ասում է հայրը կտրում է նրանց ու դեն գցում։ Եվ շարունակությունը ասում է ոչ միայն այդ ճյուղերն է կտրում հայրը, ասում է եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Խոսքը ինչ է ասում է Աստված ում որ սիրում է, նրան էլ հանդիմանում է։ Մեկ-մեկ լինում է, չէ, հանդիմանություն, մեկ-մեկ լինում է, չէ, խոսքը կարդում ես կամ եկեղեցու ծառայության ժամանակ ինչ որ խոսք ես լսում, կամ քո վրա դրված ավակը ինչ որ մի բանում հանդիմանում է քեզ, նեղվում ես, տխրում ես, բայց երբ որ ընդունում ես, հասկանալով որ հայրը ում որ սիրում է, նրան էլ խրատում է, այդ խրատը հետո բարի պտուղ է բերում քո կյանքում։ Ու հետո հասկանում ես, որ փոխվում ես։ Օրինակ, ինչի համար են խրատում, որ ուրիշ տեղ ես նստել։ Ինչի համար են խրատում։ Գիտես, քո ներսի վիճակների համար։ Այսինքն, մի բնագավառ, որտեղ մենք իշխանություն ունենք իրավիճակ փոխելու։ Օրինակ բերեմ, աշակերտները լինելով Հիսուսի հետ, ամեն մեկի մոտ հոգևոր տարբեր հասակ կար։ Ամեն մեկը տարբեր բնավորության մարդիկ էին։ Ամեն մեկը մի յուրահատուկ նպատակներ ու ծրագրեր ունեին Հիսուս Քրիստոսի հետ լինելով հանդերձ։ Օրինակ, Թովմասին հիշում եք, յուրահատուկ անձնավորություն։ Թովմասը, լինելով Հիսուս Քրիստոսի աշակերտ, 3 տարի Հիսուս Քրիստոսի հետ էր։ Թովմասը տեսնում էր Հիսուս Քրիստոսի արած հրաշքները։ Ղազարոսը ոնց հարություն առավ, ջուրը ոնց գինի դառավ, կույրը տեսավ, կաղը քայլեց, դիվահարները ազատագրվում էին։ Բայց մեկը Թովմասը մի յուրահատուկ բնավորություն ուներ։ Ինքը թերահավատ էր։ Մինչև իմ աչքով չտեսնեմ, անպայման պետք է աշկովը տենաս ձեռքով էլ շոշափես, նոր հավատաս, որ Հիսուս Քրիստոսը կենթանի Աստված է։ Հիմա Տերը կենթանի է, Տերը զորավոր է, Տերը հրաշալի է։ Տիրոջ խոսքը երբ որ մի բան ասում, մի ասա, այ որ աշկովս տենամ կհավատամ։ Հավատա ու կտեսնես։ Հավատա ու կտեսնես։ Թովմասը թերահավատ էր։ Հիմա այդ մարդն էլ այդ բնավորության տեր էր։ Պետրոսը շատ յուրահատուկ, էմոցիոնալ, ամեն տեղ առաջինը ինքն էր։ Ինչ ասես Պետրոսից էր դուրս գալի։ Հա? Պալտոյով լողացող մարդ տեսել եք, առաջինը Պետրոսն էր, որ վերարկուն գցեց վրեն ու թռավ ջուրը։ Կամ Պետրոսն էր, որ զենքը հանեց ու կտրեց այն ծառայի ականջը, որ կարծես թե ուզում էր պաշտպանել Հիսուսին։ Ամենտեղ Պետրոսն էր։ Հիմա այդ մարդն էլ այտենց էմոցիոնալ մարդ էր։ Հուդան, էլի Հիսուս Քրիստոսի աշակերտներից, էլի ականատես ամեն բանի։ Այս Հուդան էլ ինքնավստահ էր։ Իրան թվում էր, թե ինքը ամեն բան ճիշտ է անում։ Ու իր կարծիքով շատ բաներ կար, որ իր դուրը չէր գալի, Հիսուսը սխալ էր անում ու ինքը ճիշտ էր անում։ Իրականում նրանք տարբեր էին։ Կարծիքներն էլ էին տարբեր, բնավորություններն էլ էին տարբեր, սիրելիներս։ Բայց նրանց մի բան էր միաբանում։ Ինչը կարար այդ տարբեր մարդկանց միաբաներ։ Օրինակ, ստեղ մենք բոլորս հավաքվել ենք, հələ ինչքան մարդ կա ստեղ։ Հիմա ուզում եմ հարցնեմ, նույն բնավորության, նույն տեսանկյան, նույն մտածելակերպի տեր մարդիկ ենք։ Ինչքան տարբեր է մեր կարծիքները, ինչքան տարբեր են մեր նպատակները, ինչքան տարբեր ենք մենք մեր էությամբ ու բնավորությամբ։ Բայց հարց, ի՞նչն է քեզ միաբանել։ Ի՞նչն է բերել ու միաբանել այստեղ Աստծո եկեղեցու մեջ։ Հիսուս Քրիստոս։ Փառք Աստծուն։ Իրականում Հիսուս Քրիստոսի տեսակն է միաբանել մեզ։ Մենք նրա
փրկությունով, արյան զորությունով դարձել ենք մի ընտանիքի անդամներ։ Դարձել ենք Հիսուս Քրիստոսի մարմնի անդամները։ Ամենակարևոր գործը արված է։ Հիսուսը մեզ որդեգրեց։ Հիսուսը մեզ գրանցեց երկնային արքայության մեջ։ Հիսուսը մեզ տվեց հնարավորություն եւ իշխանություն մտնելու երկնքի արքայություն։ Հիմա մնում է այդ իշխանությունը ճիշտ օգտագործենք, ամեն։ Հիսուսի տեսակը ընդհանրապես դուր էր գալիս բոլորին։ Ու մեզ էլ է բոլորից դուր է գալի, չէ՞ Հիսուսի տեսակը։ Երբ որ նայում ենք Հիսուսին, տեսնում ենք նրա արդարությունը, նրա սերը, նրա հոգատարությունը, Հիսուսին տեսակը ընդհանրապես, նրա ճշմարտությունը, մենք հավատարմությունը մեզ դուր է գալիս։ Աշակերտներին էլ էր դա դուր գալիս, որ այդպիսի սուրբ ու անարատ մարդու հետ կարողանում էին լինել, շփվել, սովորել։ Հիսուսը իր մասին գիտեք ինչ է ասում, Հովհաննես 14:6-7։ Ասում է, ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը, եւ ոչ ոք չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ գիտենայիք, իմ հորն էլ կգիտենայիք, եւ սրանից հետո կգիտենաք նրան եւ տեսաք էլ նրան։ Հիսուս Քրիստոսը իր մասին ասում է, ես եմ միակ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, որը տանում է դեպի Հայրը, դեպի հավիտենական կյանք։ Ու առանց Հիսուս Քրիստոսի չկա ճշմարտություն։ Այս երկրի վրա մի ճշմարիտ բան տեսած կաս, բացի Հիսուս Քրիստոսից ու Աստծո խոսքից։ Այս երկրի վրա կա մի ճանապարհ, որը քեզ կարա տանի դեպի օրհնության։ Ինչ ճանապարհներ էլ որ խոստացել են, դրանք խոստմունքներ են մնացել, բայց երբեք օրհնություն չեն դարձել մեր կյանքում։ Հիսուս Քրիստոսն է միակ ճշմարիտ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եվ Հիսուսը մի կարևոր բան ասում է, դու գալիս ես, ուզում ես, փափագում ես դեպի Աստծուն, Հորը, ասում է, ուզում եմ ասեմ, որ ինձանով միայն կարաք դեպի Հայրը գնաք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ամբողջ աշխարհում կան տարբեր առաջարկներ, ճանապարհներ, կրոններ, որոնք միգուցե խոսում են Աստծո մասին, բայց Հիսուս Քրիստոսը մի լուրջ բան ասում է, առանց ինձ չկա ճանապարհ դեպի Հայրը։ Ու հիշում եք աշակերտները միտեղ էլ ասցին Հիսուս ցույց տուր Հորը, ու մենք կհավատանք։ Հիսուս ինչ ասեց, ինձ տեսաք, Հորը տեսաք։ Ես եմ, որ եմ, որ կամ, ու ինձանով ամեն բան։ Բոլորի դուրը գալիս է Հիսուս Քրիստոսի տեսակը։ Բոլորս կուզենք, չէ, Հիսուս Քրիստոսի հետ լինենք։ Սիրելիներս, բայց դուրը գալը մի բան է, իսկ նվիրվելն ու փորձել նմանվելը, դառնալ մեկ Հիսուս Քրիստոսի հետ, դա մի ուրիշ բան է։ Դուրս գալիս է, աշակերտների դուրն էր գալիս։ Հիսուս Քրիստոսի հետ մեծ բազմություն էր շրջում, որովհետև դրանց դուրը գալիս էր։ Բայց ոչ շատերը դարձան Հիսուս Քրիստոսի հետ մեկ, համակարծիք։ Ոչ շատերը նվիրվեցին նրան։ Ուզում եմ մի հարց տալ։ Դու ուզում ես լինել Հիսուս Քրիստոսի հետ։ Թե ուզում ես նմանվես ու դառնաս նրա նման։ Գիտես, հետը լինելն ու նվիրվելը դրանք տարբեր բաներ են։ Մենք պետք է մեզ հարց տանք ու հələ քննենք ու հասկանանք, ես ինչ եմ ուզում։ Գիտես, ովքեր ուզում են լինել Հիսուս Քրիստոսի հետ, շատ ժամանակ Հիսուս Քրիստոսից բան ունեն ուզելու, դրա համար ուզում են լինել նրա հետ։ Բայց երբ որ դու ասում ես Հիսուս, ես ուզում եմ նվիրվեմ քեզ, իմ անձը քեզ է պատկանում, ես քոնն եմ, ուզում եմ քեզ հետ դառնալ մեկ, այդ ժամանակ հասկանում ես, որ այն մատկաշ ծառի նման չես, որ քո ուզածի պես ոնց ուզում են կյանքը տանցես կասնում, ու Հիսուսից բաներ կա ուզելու, դրա համար Հիսուս Քրիստոսի հետ է։ Այլ գիտես ինչ ես անում, հասոք ես առնում, հասունացած ես արդեն ու հասկանում ես, որ քո կյանքը նվիրում ես Հիսուսին, ու Հիսուսն է քո կյանքի Տերը։
Հիսուսն է քո կյանքի Տերը։ Այսօր շատ քրիստոնյաներ կան, որ նրանց կյանքի Տերը Հիսուսը չի։ Իրանք Հիսուսի հետ են, բայց Հիսուսի մեջ չեն։ Նրանք Հիսուսի հետ են, բայց Հիսուսը նրանց մեջ չի բնակվում։ Օրինակ բերեմ Աստվածաշնչից, որ ավելի պարզ լինի, կհիշեք են մեծահարուստ երիտասարդին։ Ահա։ Այդ մեծահարուստ երիտասարդը շատ էր սիրում Հիսուսին, լսել էր Հիսուսի մասին, ինքը հավանում էր, ինքը փափագում էր հանդիպել, ինչպես շատերն այսօր։ Աստծուն այնքան են տալիս, բայց երբ որ ասում ես արի գնանք Տիրոջ տուն, Տիրոջ հետ հանդիպելու, մտնես Տիրոջ ներկայության մեջ ու թույլ տաս, որ Աստված մտնի քո կյանքի մեջ, ասում կներես, ես դրա ժամանակը չունեմ։ Ես զբաղված մարդ եմ, ու սկսում են թվարկել, բա երեխեքիս ով պետք է պահի, բա մեր տան խնդիրները, բա ֆինանսները, բա կրեդիտները։ Գիտես հետաքրքիր է որն։ Այս երիտասարդը եկավ, հանդիպեց Հիսուսին, Տեր ոնց անեմ, որ երկնքի արքայությունը ժառանգեմ։ Հիսուսը ասեց ոնց անես։ Այսօր Հիսուսն էլ քեզ շատ բան է ասում։ Իր խոսքի միջոցով քեզ այնքան բաներ է ուղղություն է տալիս քեզ։ Բայց ինչ ենք անում մենք։ Այս երիտասարդը շրջվեց ու խռովեց գրվածը ու գնաց։ Չմեկացավ Հիսուսի հետ։ Չնվիրվեց Տիրոջը։ Աշխարհը ավելի սիրեց, իր հարստությունը ավելի սիրեց, իր նպատակները ավելի սիրեց, քան Հիսուս Քրիստոսի։ Գիտեք այսօր ի՞նչն է խանգարում մեզ։ Մեր ծրագրերն ու նպատակները, մեր ամբիցիաները ու մեր գաղափարները, մեր գործերը, մեր ունեցվածքը, այդ ամեն ինչը խանգարում է մեզ։ Չեմ ասում գնա վաճառի արի։ Չէ, վայելի ունեցի, բայց իմացի, որ ամեն բանից առավել Տերն է, որ Տիրոջ հետ քո երբ որ Տերը ներկա գտնվի քո կյանքում, ամեն բան խաղաղությունով կվայելես։ Բայց երբ որ Տերը ներկա չի քո կյանքում, ինչ էլ ունենաս, մեկը անհանգստանալու ես։ Մի օրինակ բերեմ, լավ, մեր այսօրվա առօրյա կյանքից։ Այսօր հիմա չգիտես, տուն ունենալը լավ է, թե վատ։ Ստեղ, գիտես ինչի։ Չես իմանում վաղը ինչ կլինի։ Այս պատերազմական իրավիճակները, այս խառը, անորոշ իրադարձությունները քեզ գցում են անհանգստությունների մեջ։ Հիմա չգիտես, լավ է, որ այդ տուն ունես, թե չէ։ Հանկարծ որ մի բան անենց չլինի ու թողես գնաս, հասկանում ես, որ շատ բան կորցնելու ես։ Առանց Հիսուս Քրիստոսի մտքերը, անհանգստությունները քեզ խեղդելու են։ Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 15-ից 16 խոսքերը նայեք ինչ ասում։ Ասում է՝ մի սիրեք աշխարհը, եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրի, հոր սերը նրանում չի, որովհետև ամեն ինչ, որ աշխարհումն է, մարմնի ցանկությունները, աչքի ցանկությունները եւ այս կյանքի ամբարտավանությունները հորիցը չէ, այլ աշխարհից է։ Շատ պարզ ու հասարակ, ասում եմ՝ մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Ինչ որ ունես վայելի, բայց քո սերը թող նվիրված լինի Հիսուսին։ Մի սիրի այս աշխարհը, որովհետև այս աշխարհի բոլոր այս ամեն ինչը ինչ որ կա, հորից չի։ Ու ասում է, եթե մեկը սիրում է աշխարհը, ապա Աստծո սերը նրանում չի բնակվում։ Եթե մի բան լիքն է սիրելիս, ինչ որ մի բանով, ու ես շատ եմ ցանկանում ստեղ օրինակի համար պատկերացրեք ով ինչ սիրում է, եթե ուզում ես լսնես, կարաս լսնես։ Մինչև սա չդատարկվի, նորը չես լցնի։ Մինչև աշխարհի սերը քո սրտից չհելնի, դուրս չգա, Աստծո սերը չի կարա գա ու բնակվի քո ներսում։ Հա, այտենց է թե չէ։ Մենք գիտեք, չէ՞ ոնց ենք, շատ դիվանագետ ենք։ Շատ դիվանագետ ենք։ Մանավանդ հայերս։ Խորագետ։
Ուզում ենք ամեն ունենանք, ամեն ունենանք։ Два в одном не бывает. Два в одном մենակ շամպուն ալինում ժողովուրդ։ Աստծո խոսքն ասում է չեք կարա երկու տերերի ծառայեք։ Որովհետև եթե ուզում ես երկու տերերի ծառայես, նախ մեջիցդ կճղվես, երկրորդը մեկին կսիրես, մյուսին կատես։ Հիմա հարց, եթե երկու տերերի ուզում ես ծառայես, երկուսն էլ ուզում ես ունենաս, два в одном, ով է քեզ համար ավելի սիրելի, ընդունելի, եթե Տիրոջը թույլ չես տալի, որ մտնի։ Օրինակ Հուդան։ Մի փոքր խոսանք Հուդայի մասին։ Հուդան Հիսուսի թիմից էր, Հուդան Հիսուսի հետ էր, Հուդան այդ ամեն ինչին ականատես էր։ Ինչքան էլ Հուդան Հիսուսի հետ էր, մեկը Հիսուսի հետ նա չդարձավ մեկ։ Հիսուսի հետ նա համակարծիք չեղավ։ Թույլ չտվեց, որ Հիսուսը իր ներկայությունով ոչ միայն իր կողքին լինի, այլ նաև Հիսուսը նրա սրտի մեջ այն սերմը, որ տալիս էր, այդ սերմը պտուղ բերի։ Հուդան չկարողացավ դա թույլ տա։ Դա Հիսուսի բաժինը չէր, դա Հուդայի բաժինն էր, սիրելիս։ Ու դրա վրա մենակ Հուդան ուներ իշխանություն։ Ու մենք տեսնում ենք Մատթեոս 26-րդ գլխում, թե ոնց Հուդան մատնեց Հիսուսին, գրված է այդ պատմությունը, կարող եք կարդալ։ Ու մենք ինչ ենք տեսնում։ 30 արծաթով Հուդան Հիսուսին մատնեց, դավաճանեց։ 30 արծաթով դավաճանեց, զղջաց հետո, բայց մեկը գնաց ու ինքը իրան կախեց։ Գիտես, Հուդան այտենց էլ թույլ չտվեց, որ աշխարհի սերը կամ աշխարհում եղած այդ նյութական սերը դուրս գա, որպեսզի Հիսուս Քրիստոսի Աստծո սերը բնակվի նրա սրտի մեջ։ Հուդան շուրթերով խոսում էր Հիսուսի հետ, Հիսուսի անունն էր տալիս, նա Հիսուսի հետ էր, բայց Տերը նրա սրտում չէր։ Այսօր մենք ուզում եմ քննենք մեզ, ինչպիսի քրիստոնյաներ ենք մենք ու ինչ կա մեր ներսում։ Արդյոք ես ամբողջովին ամեն բան հանձնել եմ Հիսուսին, թե հələ բաներ կա, որ ուզում եմ ենել ունենամ իմ սրտի մեջ։ Ինչ ուզում ես ունեցի նյութականը, դա քոնն է, դա քո օրհնությունն է, սիրելիս, դրա մասին չի խոսքը։ Խոսքը քո սրտի մասին է։ Արդյոք Աստծո սերը կատարյալ բնակվում է քո սրտի մեջ։ Հենց որ Հուդայի ներսում աշխարհի նկատմամբ ունեցած այդ սերը թույլ չտվեց, որ Հիսուսի սերը բնակվի նրա մեջ։ Ուզում եմ համեմատական անեմ Հուդային ու Պետրոսին։ Տեսեք, Հուդան մատնեց, չէ, Հիսուսին։ Բա Պետրոսը ինչ արեց։ Պետրոսն էլ ուրացավ։ Պետրոսն էլ դավաճանեց։ Պետրոսը էմոցիոնալ լինելով, Պետրոսն էլ, որ նայում եմ Պետրոսին զարմանում եմ, անենց յուրահատուկ հայտնություններ ուներ այս մարդը։ Ամենտեղ առաջիններ, ամենտեղ իրան մեջ էր գցում։ Այն որ գնացին Սարը աղոթելու, Պետրոսն էր, Հովհաննեսն էր, մեկ էլ Հակոբոսն էր։ Ու երբ որ բարձրացան Սարը աղոթելու, տեսան, որ Մովսեսն ու Եղիան Հիսուսի հետ զրուցում են ու խոսում են Հիսուսի հետ կատարվելիք բաների մասին, ու հետո երբ որ Պետրոսը դա տեսավ, գիտեք ինչ արեց, ոչ մեկի մոտ այդ կայծակնային հայտնությունը չառաջացավ, բացի Պետրոսից։ Գիտեք ինչ արեց, ասաց Հիսուս, ես ինչ լավ տեղ ենք եկել, ես ինչ լավ իրավիճակներ ենք տեսնում, Մովսեսն ու Եղիան են երկնքից եկել, արի ստեղ 3 հատ տաղավար սարքենք ու ստեղ էլ մնանք։ Մեկը քեզ համար, մեկը Եղիայի համար, մեկը Մովսեսի համար։ Ասում ինչ յուրահատուկ հայտնություն, չէ՞։ Մենք էլ անենց յուրահատուկ հայտնություններ ունենք, մեկ Աստծո համար այս գործերն անենք։ Նման է, չէ՞, մեզ էլ է նման։ Այսի անեմ, էսի անեմ, էնի անեմ։ Այն ծառայի ականջը կտրեց, էլ ինչ արեց։ Հիսուսը որ ասեց, ես գնալու եմ խաչվելու, Պետրոսն ասեց, քավլիցի ես չեմ թողի Հիսուս, ես քո հետ միջև մահ անգամ կգնամ։ Նման է, չէ՞, մեզ էլ
ինչքան ոգևորված բաներ ենք մեկ-մեկ ասում, խոստանում Աստծուն, Տեր, անհնար է, իրավիճակներն էլ գան, ես քեզանից չեմ հեռանա, ես քեզ շատ սիրում եմ, բայց մի հատ մոծակը տզում է, թե չէ։ Չնայած մոծակը չի տզում։ Ու մեկ է տենում ես մարդը խռովեց, նեղվեց, վրդովեց, վիրավորվեց, ինչ որ մի բան տեղի ունեցավ, առաջ երթին մեղավորը Աստված է։ Էդի խոսում է ոչ հասուն հոգևոր հասակի մասին, որ աշխարհիկ էինք, հələ դեռ Աստծուն չէինք ճանաչում, հələ հիշեք, ինչ որ մի բան, որ այն չէր լնում էինք մեղադրում առաջի երթին։ Ուր է իր Աստված, չէ, Աստծուն էինք մեղադրում։ Ինչի համար Աստված սենց բան թույլ տվեցիր։ Հենց լավ է, ամեն ինչ լավ է, բայց հենց մի բան լինում է, մի անգամից Աստծուն ենք մեղադրում։ Էդի խոսում է հոգևոր ոչ հասուն վիճակի մասին։ Ու հետո մենք տեսնում ենք իրավիճակներ եկավ ու Պետրոսը ինչ արեց, Պետրոսը դավաճանեց, ուրացավ։ Պետրոսը ուրացավ ու նույնիսկ անիծեց, բայց Հուդայի ու Պետրոսի մեջ մի յուրահատուկ տարբերություն կա։ Տարբերությունը նա է, որ Պետրոսը ինչքան էլ անցավ այդ դժվար իրավիճակների միջով, բայց նրան ներսի այդ սերը առ Աստված կար, ինքը զղջաց, ինքը ապաշխարեց, ինքը նորից վազեց դեպի Հիսուս Քրիստոս։ Կյանքում լինում են հիասթափություններ, լինում են խնդիրներ, թվում է թե արդեն էլ ելք չկա, արդեն հանձնվում ես, բայց ուզում եմ Պետրոսի պես կարողանաս կողմնորոշվես, իմի գաս, սթափվես, ու այն իշխանությունը, որ Տերը տվել է քեզ, այդ իշխանությունը գործի դնես, որ իրավիճակները փոխվեն քո ներսում, քո փոթորիկները խաղաղեցնես, քո ներսի այդ հրաբուխները հանգեցնես ու վազես դեպի Աստծուն, որովհետև Տիրոջ մոտ է խաղաղություն։ Որտեղ մենակ Հիսուս Քրիստոսով կարաս խաղաղվես։ Ոչ մի իրավիճակ ու ոչ մի բան չպետք է փոխի քեզ, սիրելիս։ Չպետք է կարողանա քեզ փոխի։ Ամեն դժվարության մեջ էլ մենք պետք է կարողանանք մարդ մնալ։ Մեր մարդ տեսակը չկորցնենք։ Մեր քրիստոնեական մարդ տեսակը չկորի։ Այսօրվա քարոզի վերնագիրը դրել եմ այսպես. մարդս մարդ մնա։ Մարդը պիտի մարդ մնա, քրիստոնյան էլ քրիստոնյա։ Այսինքն մենք չկորցնենք այն, ինչ որ Աստված, ինչպես որ Աստված ստեղծեց մեզ։ Ծննդոց գրքում գրված ասում է Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ։ Երբ որ նայում ես հայելիով քեզ, գիտես ում ես տեսնում Աստծո պատկերն ու նմանությունը։ Աստված իր տեսակով ու իր նմանությամբ մարդ ստեղծեց։ Այնքան կարևոր է, որ մենք այդ մարդ մեր տեսակը չկորցնենք, ինչ էլ ուզում է լինի։ Մարդս մարդ մնա։ Աստծո արարած մարդս մնանք։ Օրինակ ասեմ, Աստված երբ որ մարդուն ստեղծեց, դրեց դրախտի մեջ, առանձնացված։ Իր պատկերով նմանությամբ, իր էությամբ մարդը դրախտի մեջ էր։ Բայց դրախտից դուրս գրված այն ինչ էր, գազաններ։ Երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին, ինչ տեղի ունեցավ, Աստված նրանց հանեց Եդեմի պարտեզից ու նրանք մտան այդ գազանների մեջ։ Ու մենք տեսնում ենք մարդը, որ ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, երբ որ դուրս է գալիս Աստծո ներկայությունից, Աստծո խոսքից, գազանանում է։ Այսօր նայում ես երկրի վրա մարդուց ավելի գազան կենդանի չկա։ Համաձայն ես։ Կենդանին այնքան գազանություն չի անում, ինչքան որ մարդը, որովհետև հասկանում ես, որ այդ մարդը կորցրել էր այն մարդ տեսակը, որ Աստված է ստեղծել։ Պատկերը կա, բայց Աստծո էությունը կորցրել է։ Ու գիտես Աստված ինչի վրա մեզ իշխանություն տվել։ Հենց մեր ներսի վիճակի վրա, մեր էության ու բնավորության վրա է տվել, որ այդ իշխանությունը գործածենք
ու վերականգնվի մեր մեջ Աստծո ստեղծած մարդ տեսակը։ Ինչքան էլ լավն լինի մարդը, բայց առանց Աստծո հավատացեք, որ շատ բարդ է ու շատ դժվար։ Աշխարհում ինչքան լավ մարդիկ կան, օրինակ ես ինձ վերցնեմ, լավ, օրինակը իմ վրա բերեմ։ Աշխարհում այդքան էլ վատը չեմ եղել։ Բարի եմ եղել, հասնող եմ եղել։ Բայց երբ որ տեղ է եկել, այն գազանը գլուխը բարձրացրել, որովհետև Աստծուն չենք ունեցել։ Մենք շուրթերով սիրում էինք Աստծուն, բայց Աստծո էությունը չկար մեր մեջ։ Բայց երբ որ ճանաչեցի Աստծուն, Հիսուս Քրիստոսին, գիտես, Տիրոջ սերը սկսեց բնակվել ինձանում, սկսեցինք հասակ առնել, հոգևոր հասունանալ ու հասակ առնել, ու մեր պտուղներից արդեն ճանաչում են մեզ։ Ու փառք Տիրոջը, որ Տիրոջ մեջ լինելով, Տիրոջ զորությունն ու իշխանությունը փոխում է մեզ։ Հովհաննեսի 15-րդ գլուխ 9-ից 14 խոսքերը։ Գիտեք ինչ ասում ստեղ։ Ասում է, ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Մնացեք իմ սիրո մեջ, ինչպես իմ հայրը սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի։ Ու մի կարևոր բան ասում է, մնացեք իմ սիրո մեջ։ Սիրելիներս, Աստծո սերը չի պակասում։ Աստծո սերը անսահման է։ Աստծո սերը անվերջանալի է, կատարյալ է։ Ու Հիսուս Քրիստոսն ասում է, մնացեք իմ սիրո մեջ։ Ումից է կախված, որ մենք մնանք Տիրոջ սիրո մեջ։ Մեզանից։ Ոչ թե Աստծուց։ Տեր, խնդրում եմ, ինձ մտցրու քո սիրո մեջ։ Տեր, խնդրում եմ, քո սիրով լցրու։ Տեր ասում է, մնացեք իմ սիրո մեջ։ Իմ սերը կատարյալ է, իմ սերը հավիտյան է, իմ սերը անսահման գեղեցիկ ու հրաշալի է։ Բայց դու պիտի մնաս իմ սիրո մեջ։ Ինչպես մնանք քո սիրո մեջ, Տեր իմ Աստված։ Ոնց կարելի է մնալ քո սիրո մեջ։ Ու Հիսուս Քրիստոսը տալիս է դրա պատասխանը 10-րդ խոսք։ Ասում է, եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կլինեք։ Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կլինեք։ Տերը տալիս է մի յուրահատուկ բանալի, պատասխան, մի յուրահատուկ ճանապարհ, իմ սիրո մեջ մնալու ճանապարհը իմ պատվիրանքներն է, որ պահեք։ Այն երիտասարդը սիրում էր Հիսուսին, բայց չկարողացավ մտնի Հիսուսի սիրո մեջ, որովհետև Հիսուսը մի բան էր ասել, բայց իր դուրը չէր գալիս, բայց իրան ձեռ չէր տալի։ Այսօր Հիսուսը այնքան բան է ասում քեզ, բայց այնքան բան կա, որ դու ականջի հետև ես գցում, որովհետև քո դուրը չի գալիս, քո սրտով չի։ Սիրելիս, Հիսուս Քրիստոսի սիրուց թանկ բան չկա։ Ասում եմ, մնացեք իմ սիրո մեջ ու ճանապարհն էլ իմ պատվիրանքներն է, որ պահեք կմնաք իմ սիրո մեջ։ Ու Հիսուս Քրիստոսը իր օրինակի վրա է տալիս, իր օրինակի վրա է բացատրում մեզ, ասում է, ինչպես որ ես էլ պահելով իմ հոր պատվիրանքները մնում եմ նրա սիրո մեջ, այդպես էլ դուք իմ պատվիրանքները պահելով կմնաք իմ սիրո մեջ։ Գիտես ինչ է ասում Հիսուս Քրիստոսը, երբ որ ասում է, ես էլ իմ հոր պատվիրանքները պահելով մնացի հոր սիրո մեջ։ Սա նշանակում է Հիսուս Քրիստոսը ուներ հնարավորություն չխաչվելու։ Հիսուս Քրիստոսը ուներ հնարավորություն հրաժարվելու այն ճանապարհից, որով անցավ։ Բայց Հիսուս Քրիստոսը իր օրինակի վրա ցույց է տալիս, ես իմ անձը դրեցի զոհասեղանին, որ մի թանկ բան չկորցնեմ։ Ամենաթանկ բանը հոր սերը, որ հոր սերը չկորցնեմ։ Ինչ ենք մենք այսօր դնում զոհասեղանին, որ չկորցնենք այդ սերը ու մնանք Հիսուս Քրիստոսի սիրո մեջ։ 11 խոսք ասում, այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա եւ ձեր ուրախությունը լցված լինի։
իմ ուրախությունը ձեզանում մնա եւ ձեր ուրախությունը չպակասի, լցված լինի։ Մեր մարդկային ուրախությունը կյանքի պես մի բան է փոփոխական։ Անենց ուրախանում ենք լիաթոք, մեկ էլ նենց մի անգամից տխրություն է գալիս։ Կորցնում ենք այդ ուրախությունը։ Շատերը այս ժամանակների մեջ արդեն վաղուց կորցրել են խաղաղությունը, ուրախությունը, բայց Հիսուս Քրիստոսը ասում է, ես այս բաները խոսում եմ ձեզ հետ, սիրելիներս։ Տվել եմ իմ խոսքը, կենթանի Աստծո խոսքը, զորությունը, որ իմ ուրախությունը ձեզանում մնա եւ ձեր ուրախությունը լի ու առատ լինի։ 12-րդ խոսքը։ Սա է իմ պատվիրանքը։ Մենք ասում ենք, չէ, Հիսուս, որն էր ճանապարհը քո սիրո մեջ մնալու, ու Հիսուս Քրիստոսը ասում է, իմ պատվիրանքները պահելով կմնաս իմ սիրո մեջ։ Իսկ որն է այդ պատվիրանքը։ Գիտեք, շատերը մտածում են 10 պատվիրաններ, պլյուս դրան էլի պատվիրաններ, այդքանը չեմ կարող պահեմ, Հիսուս ջան, կլինի մի քանի հատից բացակայեմ ու դրանք չպահեմ։ Տեսեք ինչ է ասում 12-րդ խոսքը, սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ամենադժվար բանն է, սիրելիս։ Ամենադժվար բարդ բանն է։ Եթե մարդը չունի հոգևոր հասակ, հասունություն, մարդը չի կարող սիրի։ Մարդը սիրում է էմոցիոնալ, մարդը սիրում է խոսքերով, մարդը սիրում է զգացմունքներով, բայց մարդու սերը կատարյալ հասակ չի ունենում։ Երբ որ գալիս է իրավիճակներ, կորցնում է խաղաղությունը, կորցնում է սերը։ Ինչքան ընտանիքներ գիտենք, որ սիրո, խենթ, սիրո ազդեցության տակ ամուսնացել են, մի որոշ ժամանակ հետո նրանց կյանքը դարձել է դժոխք, ու հետո բաժանվում են։ Ու մտածում ասում ես, լսի, ուր կորավ քո սերը։ Այդ սերը մնաց են դալար, ծառի պես ու հասակ չառավ։ Դրամ այլ պտուղել չի տալիս։ Հիսուս Քրիստոս ասում է, ինձ որ չեք տեսել ու ասում եք սիրում եմ, որ քո եղբորը տեսնում ես ու չես սիրում, ինձ ոնց ես սիրում։ Ու Հիսուս Քրիստոսը տալիս է մի յուրահատուկ պատվիրան, ասում է, սա է այն պատվիրանը, որը կատարելով կմնաք իմ սիրո մեջ։ Դժվար է կողքինին սիրելը, դժվար է հանդուրժելը, դժվար է ներելը, դժվար է տանելը։ Բայց Հիսուս Քրիստոսն ասում է, ինչ եք կարծում, հեշտ էր իմ համար ձեր համար խաչը բարձրանալը, բայց ես իմ կյանքը դրեցի զոհասեղանի, որպեսզի մնամ իմ հոր սիրո մեջ եւ որպեսզի ցույց տամ իմ կատարյալ սերը ձեզ։ Սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ Ինչ մեծ իշխանություն է պետք, որ դու գործի դնես դա ու քեզ խոնարեցնես, կարողանաս սիրես քո կողքինին, կարողանաս սիրես քեզ շրջապատող մարդկանց, կարողանաս սիրես մարդ տեսակին։ Երբ որ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով ու նմանությամբ, մարդու ներսում ատելություն, չարություն ու գազանություն չկար։ Մարդու ներսում միայն սեր էր, որովհետև Աստված սեր է։ Ու նրա էությունը բնակվում էր մարդու մեջ։ Շարունակում եմ 13 խոսք, ասում է, ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր անձը դնի իր բարեկամի համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Հալելույա, սիրելի Հիսուս, շնորհակալ ենք քեզանից։ Հիսուսը մեզ բարեկամներ է կոչում։ Հիսուսը քեզ բարեկամ է, դու Հիսուսի բարեկամն ես։ Եթե պահում ես Հիսուս Քրիստոսի սիրո պատվիրանը, ու Հիսուս Քրիստոսի սերը, խաղաղությունն ու ուրախությունը լիությամբ ու առատությամբ լցնում է քո ներսը, ու իրավիճակները չեն խանգարում քեզ, իրավիճակները չեն ընկճի քեզ, որովհետև գիտես, թե ով է քո կատարյալ Տերը։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։